ունեմ փոքրից Ինչքան փոքր 6 տարեկանից Չէ, այդքան չէ 9-10 տարեկանից մինչև մագիստրոսներ եւ ասպիրանտներ դրանց մինչև 25 տարեկան այդ ամպլիտուդան կա իմ աշակերտների եւ ուսանողների մեջ Դուք արդեն ասացիք որ 3 տեղում աշխատում եք հիմա ճիշտ ժամանակն է ձեր տարիքը ասելու այս հաղորդման շրջանակում այդ հարցին ազնիվ ուղիղ պատասխաններ են հնչում քանի տարեկան եք Ես այս տարի կդառնամ 84 Տարիքը զգում եք աշխատունակությունը պակասել է էներգիան թե տարբերություն չկա ուղղակի թվերեն Չի պատկերացրեք աշխատում եմ եւ նայում եմ իմ ընկերներին շրջապատում ովքեր թողեցին աշխատանքը ոչ թե իրանց ուղարկեցին իրանց կամքով գնացին բան շատերը հիվանդացան շատերը շատ փոխվեցին շատ ծերացան դեպրեսիվ վիճակի մեջ են Ես գտնում եմ եթե մարդը կարող է դեռ աշխատի պետք է աշխատի որովհետեւ միայն աշխատանքն է պահում Մարտուն եւ կենսունակ Այո, կենսունակ եւ ձիգ Մենք արդեն խոսեցինք, որ երաժշտությունը արվեստի այն բնագավառներից է, որ ամենաշատն է մարդու հոգուն դիպչում Երաժշտությունը ձեր կյանքում ինչ տեղ ունի Երաժշտությունը իմ կյանքում կյանքի իմաստն է եղել, կյանքիս ամբողջ զբաղմունքը է եղել Ճիշտ է, մի 30 տարի ես մանկավարժության հետ զբաղվել եմ եւ վարչական աշխատանքով 3 տարի եղել եմ Սարեջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, այնուհետև եղել եմ 13 տարի մշակույթի նախարարության վարչության պետ ուսումնական հաստատությունների, էլի զբաղվում եմ երաժշտական արվեստի, գեղարվեստի դպրոցներով, դրանից հետո 15 տարի Սպենդիարյանի դպրոցն եմ ղեկավարել, խոսքով, բայց երբեք չեմ թողել մանկավարժությունը, միշտ աշխատել եմ կամ Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանում, կամ Սպենդիարյանի դպրոցում, կամ Չայկովսկու դպրոցում, կոնսերվատորիան միշտ թեկուզ քիչ, թեկուզ ժամավճարը, բայց երբեք չեմ թողել այդ աշխատանքը։ Սիրով եք, որովհետև սիրով եք անում այդ գործը։ Եվ արդեն 95 թվականից լրիվ անցա արդեն միայն մանկավարժության, հիմա աշխատում եմ 3 տեղ, չեն նեղանա մյուս բնակավարների իմ ընկերները, երաժշտությունը իսնում է թակուին արվեստների, որտեվ երաժշտությունը բոլորն է լսում։ Ուզում է ինչ տեսակի, ուզում է ջազ լինի, ուզում է էստրադա լինի, ուզում է ժողովրդական լինի, ուզում է դասական լինի, չկա մարդ, որ ինչ որ մի ձևով կապված չլինի երաժշտության հետ։ Իսկ ինչ վերաբերում ասեն գեղարվեստին, կարող է դժբախտաբար, կարող է գտնես մի մարդու, ասես ով է Մարտիրոսյանը, չպատասխանի այդ հարցին։ Իսկ երաժշտությունը կարող Արամ Խաչատրյան հաստատ բոլորը կասեն, ով է, եւ երաժշտության հետ միշտ բան են, որտեվ ամենուր է երաժշտությունը, տանը երաժշտություն է, հարսանիքը երաժշտություն է, նույնիսկ թաղումը էլի երաժշտություն է։ Ժամանակին հիշում եք բանովերին չէ Հիմա էլ դնում շարականները տխուր երաժշտություն դասական էլ են դնում Մոցարտել են դնում եւ այլն մի խոսքով երաժշտությունը առանց երաժշտության ինձ թվում է մարդ չկա աշխարհի երեսին որ կարողանա ասի որ ես երաժշտությունից ոչ հեռու մարդ եմ գոնե լսում են ինչ վերաբերում դասական երաժշտությանը կարծում եմ որ Պետք է ասեմ, որ Հայաստանը բացառիկ երկիր էր սովետական միությունում, այդ իմաստով։ Երբ որ ես դառա այդ վարչության պետ, Հայաստանը գործում էր 56 երաժշտական դպրոց, 12 տարում Իշնորիվ մեր նախարարների, այնտեղ Կամուդումյաններ, հետո Պարսամյանը, գիտության դոկտոր էր, նրանց օրոք Եվ Մոսկվայի բավականին բարի ներդրումով, համաձայնությամբ Հայաստանը բացեցինք ուղիղ 100 դպրոց։ Կրկնակի ավելացավ։ Դրանց մեջ ուրեմն ավարտեցինք երաժշտականները, բոլոր շրջկենտրոններում, մեծ գյուղերում եւ այլն, անցանք արվեստի դպրոցները, երաժշտական եւ գեղարվեստ։ Հետո առանձին գեղարվեստի դպրոցներ բացեցինք շատ տեղերում։ Մի խոսքով բավական մեծ լուսավորության շրջան է եղել։ Դուք ասացիք, որ աշխատում եք 9 տարեկանից մինչև արդեն երիտասարդներ։
տասնամյակներ շարունակ սերունդների հետ շփվել եք, ինչ եք տեսնում։ Գնալով արվեստի ավելի տաղանդավոր երեխաները շատանում են, ավելի սեր կա դեպի արվեստ, ավելի հակումներ, թե Երեք 90-ականներից երբ որ պատերազմ բան սկսվեց, իհարկե շատ փոխվեց այդ երբ որ լույս չկար, ջերուցում չկար բան, օրինակ ես Պենջարը հիշում եմ դարել էր 1000 աշակերտից իջել էր մինչև 300-350 իսկ հիմա երեք ես այնտեղ գնացել եմ ցուցակը հարցրեց ես ինչքան այսօր ասեց էլի այնքան ինչքան ձեր օրոք էր էլի նորից գալիս են նորից սերը սկսվել է դե այնտեղ շատ լավ պայմաններ են լավ քաղաքապետարանը լավ նորոգեց դպրոցը լույսը բանը շատ գեղեցիկ ամեն չարված է եւ այնտեղ հիմա էլի 1000 երեխա սովորում է չհաշված որ կիցել կա ուրեմն կից մի հատ բարային բաժին եւ գեղարվեստի բաժին կա նույնիսկ դա էլ նո այտենց սիրողական այո որ մարդը երբ որ տարիքում երբ ուզենա հնարավորություն ունի մնաց մասնագիտական երաժշտական դպրոց որին կից գործում է նաեւ ցանկացողները գալիս են այդ երկու մասնագիտություններով սովորում Դուք ձեր օրվա մեծ մասը աշխատանքային ժամերի անցկացնում եք ուսուցանելով, թե դուք ինքներդ էլ ցանկություն ունեք բացելու դաշնամուրը, ռոյալը ու կատարելու։ Նստում եմ երեխաների կամ մեծերի կողք իհարկե ցույց եմ տալիս, բացի խոսելուց, երբ որ երբեմն ցուցադրում ես ինչ ես ուզում, ինչ ձայնով ես ուզում, ինչ բնույթ ես բացադրում, իհարկե ցույց եմ տալի։ Մատները նույն ճարպկությամբ նվագում են։ Հա, սիրում են երեխաները դասի գալիս են լավ։ Դուք ասացիք, որ կներեք, դուք ասացիք, որ երաժշտությամբ զբաղվող երեխաները տարբերվում են ու նույնիսկ էքսպերիմենտ էի կարել, դրա մասին պատմեք։ Երբ որ մշակույթ նախարարությունը աշխատում էի, մի անգամ ենք Ալավերդի ու այնտեղ համերգ էր երկչախում բանից դպրոցի հաշվետու համերգն էր։ Մյուս օր ես տնօրենն ասում եմ եկեք բան անենք այս բոլոր երեխաները ասել հետո Ալավերդում շատ նենց կիրթ ժողովուրդ էր իմիջարից ապրում ինձ համար շատ նենց հետաքրքիր էր տարբերվում են ինչ-որ բանով ասի դուրս գանք ասի մի որոշ դպրոցի իմացեք երբ մասսայական ավարտվում դասերը 1-ին 2-ին մենք գնանք այդ դպրոցի առջև կանգնենք այդ երեխաները դուրս գան ու ամեն մեկս որոշենք որն է գալիս ձեր դպրոց դուք ասի լռեք որտեղ դուք ճանաչեք ձեր երեխան ես երաժշտական կրթություն ստանում են թե չեն ստանում Եվ պատկերացեք, եթե 10-ից 9 ես ճիշտ որոշեցի դեմքերով, իրանց պահվածքով, իրանց աչքերով, չգիտեմ, եւ այլն, ճիշտ որոշեցի, որ դրանք սովորում են երաժշտական դպրոցում։ Դուք ձեր խոսքում արդեն ասացիք, որ ձեր տարեկիցները ավելի փոքրերը, երբ որ թողնում են աշխատանքը, երաժշտությունը, իրենց ավելի լավ չեն զգում։ Ընդհանուր առմամբ ինչ կասեք 60-անց մարդկանց, որ թոշակի են անցնել կամ անցնելու են, ինչպես դասավորեն իրենց կյանքի երկրորդ փուլը, եթե կարելի այդպես անվանել, որ հետաքրքիր լինի իրենց կյանքը, բովանդակալից, իրենք գոհ լինեն իրենց կյանքից։ Նու դժվար է, գիտեք, ամբողջ օրը առանց աշխատանքի ինչ-որ բանով լրացնել։ Նա կարող են համերգների գնան։ Իմ ջերմ տեսամ համերգները շատ թանկ են հիմա դարել, բավական 4000, 5000 նույնիսկ գնա թոշակառուն չի կարող ամեն օր իրան թույլ տա այդ հաճույքը։ Շաբաթը մեկ էլ չի կարող։ Նու կնասենք շաբաթ մեկ մի կերպ կարող երեխաներ ունի, կարող մենակ չի բան, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ որ ինչքան հնարավոր է պետք է մնան աշխատանքի եթե իհարկե իրանց 63-ում չեն ուղարկում թոշակի օրենքը հիմա արգելում է արդեն չէ այո օրենքը այլևս թույլ է տալիս որ մինչև վերջ մարդը աշխատի քանի կարող է կոնսերվատորիան այդ տեսակետից բացառիկ էր ես չեմ հիշում որ որևէ մեկին ուղարկեին թոշակի տարիքի պատճառով միայն գնացել են թոշակի նրանք ովքեր մնացել են առանց ուսանողի, առանց աշակերտի որտեղ մեզ մոտ
չեն կարող, ես եթե ինձ մոտ ավարտել է Չայկովսկու դպրոցը, եթե գալիս է կոնսերվատոր եւ ուզում է ինձ մոտ սովորել, ոչ մեկը չի կարող նրան զորով ուղարկել ձեզ մոտ սովորելու։ Ուսանողներն իրենք են ընտրում։ Անհատականները, խմբակայինը չէ, բայց անհատական պարապմունքները ինքը ընտրում է։ Դե մեծ մասը, եթե գալիս են դպրոցներից, նույն դասատուի մոտ ուզում են շարունակեն։ Դրա համար ես միշտ խորհուրդ եմ տվել մեր կոնսերվատորի դասախոսներին միջին օղակում աշխատելու, որ իրանց համար իրենք պատրաստ են։ Տեսնեն պոտենցիալ կադրերին եւ տանեն։ Իրանց համար պատրաստ են, որ գան հետո իրանց մոտ էլ սովորեն։ Ու մի քանի հոգի տեն զրկվեցին աշխատանքից այդ պատճառով, որ արդեն չկար, բայց ոչ մեկին չեն ուղարկել, ասեն, գիտես, վերկած գնա։ Այս բան չէ մեր կոնսերվատորը։ Շատ շնորհակալ եմ, բարոն Քեչեկ, լավ զրույց ստացվեց, չէ։ Բարի հանդարտ։ Ես էլ եմ։ Ափսոս դաշնամուր չունեինք, մի բան էլ կնվագեիք։